Mən տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, զրուցելու ենք տեսակապով, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Եվրոպան մուտք է գործել վերազինման փուլ, պատրաստ է էականորեն մեծացնել պաշտպանական ծախսերը, սա անհրաժեշտ է ինչպես Ուկրաինային աջակցության, այնպես էլ մայրցամաքի անվտանգության պատասխանատվությունը ստանձնելու տեսանկյունից, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս վերանայումը Թրամփի քաղաքականության ուղիղ հետևանք է եւ այս օրերին շատերն են կարծիք հայտնում, որ Թրամփը արթնացրեց Եվրոպային։ Եթե դուք եք կիսում այդ կարծիքը, ապա ինչ կարող եք ասել, սա մտածված արթնացում էր թե ոչ եւ ինչպես Եվրոպան դուրս կգա այս իրավիճակից, արդյոք կկարողանա իսկապես պատվով դուրս գալ։ Շնորհակալ եմ հնարավորության եւ հրավերի համար։ Իրականում տեսեք, երբ որ Դոնալդ Թրամփը իր հակասական հայտարարություններն էր այսպես ասած շախ տալիս լրահոսում, ընտրվելու թե նախորդող շրջանում, քարոզարշավային շրջանում, թե քարոզարշավից հետո արդեն գործնական փուլում, երբ որ լրագրողներն ասում էին մեկնաբանեք Դոնալդ Թրամփին, ես միանշանակ գրեթե բոլոր դեպքերում զերծ եմ մնացել Դոնալդ Թրամփ անձին Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին մեկնաբանելուց, որովհետև անգամ Դոնալդ Թրամփի շրջապատը չի վերցնում այդ պատասխանատվությունը իր վրա մեկնաբանելու եւ կանխատեսելու Դոնալդ Թրամփին։ Այնինչ իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ ուժեղացնելու է Եվրոպային։ Եվրոպան այս իրավիճակից միանշանակ ավելի ուժեղացած է դուրս գալու։ Զելենսկիի դեմարշը վառ վկայություն, հանդիպումը Լոնդոնում եւ կայացված որոշումները եւ այս համատեքստում Հայաստանի Հանրապետության բռնած ճանապարհը դեռևս կիսատ իհարկե, որովհետև ազգային ժողովը կարծես թե դեռևս մտորում է, կառավարության առաջարկները փորձում համալրել, քննարկել, բայց իրականում խութերում թաքնված է Մատվիենկոյի այցը իմ խորին համոզմամբ եւ Մատվիենկոյին հաջողանալը, եթե այդպես չի թող իշխանականները հերքեն։ Հայաստանի Հանրապետության բռնած ճանապարհը միանշանակ ճիշտ է եւ այս իրավիճակում պետք է Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անի, որպեսզի Եվրոպայում կառուցվող այդ անվտանգային նոր համակարգի հիմնադիրներից մեկը լինի, հիմնադիր պետություն իբրև ներկայանա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Եվրոպայի համար սահմանային անվտանգության սահմանային գոտի լինի, ամեն ինչ պետք է անի, որպեսզի Եվրոպայի ընդլայնման քաղաքականությունը իրականություն դառնա եւ դրա մասը լինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ այն որ Եվրոպան այս իրավիճակից մեծ հաշվով դուրս է գալու ուժեղացած, կարծում եմ կասկածողները շատ քիչ կլինեն։ Վլադիմիր Պուտինը կարծում էր, որ Դոնալդ Թրամփի ընտրությամբ Ուկրաինայի հակամարտությունը լուծված է, Դոնալդ Թրամփի հետ միասին կարող են աշխարհը կիսել, իրենք պետք է որոշեն, բայց հանդիպեցին այսպես մի հսկա արգելքի Եվրոպա անվամբ եւ եվրոպական պետությունները այստեղ միասնական են ու իմ խորին համոզմամբ այո այս իրավիճակից Եվրոպան ուժեղացված է դուրս գալու։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անելիքն է ուշի ուշով հետևել իրադարձությունների զարգացմանը եւ անմասն չմնալ այն ծրագրերից, որոնք պետք է իրականացվեն եվրոպական պետությունների կողմից ու դրա մասը պետք է դառնան։ Պարոն Մկրտչյան, Եվրոպան միասնական է, բայց Եվրոպան չի կարողանում մի Հունգարիայի հարց լուծել, այսինքն այս պետությունը ակնհայտորեն կարողանում է խոչընդոտել որոշումներ, որոնք կենսական են Ուկրաինայի համար։ Եվ եվրոպական պետությունները ինչպես պետք է արձագանքեն սրան, այսինքն այս գործընթացը, այս գործելավոճը ի վերջո մի օր հանգուցալուծում կունենա, թե ոչ, թե չգիտեմ, միասնականության համատեքստում ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ, որ Եվրոպան գնում է վերաձևավորման, եթե կուզեք այդ ընդլայնման շրջանակներում նաև այլ պետությունների առաջ խնդիրներ դնելու ճանապարհով, ի վերջո Հունգարիայի թե Հունգարիայի նախագահը, թե Սլովակիայի վարչապետը գալու է մի պահ, որ ընտրություն կատարեն կամ հավաքական արևմուտքի եւ Եվրոպայի հետ են իրենց ճանապարհն անցնում կամ գնում են ռուսական ախոր։ Այ հիմա այդ վերաձևավորման փուլի մեջ են եվրոպական պետությունները, ես իզուր չէր, որ նախորդ հարցին պատասխանելիս խոսք տարա ընդլայնման քաղաքականության մասին, այդ ընդլայնման քաղաքականությունը իրենից կարող է ենթադրել ինչպես այլ պետությունների ընդգրկումը եւ Եվրոպայի մաս կազմելը, այնպես էլ առանձին այսպես կույրաղիկ պետություններ, ինչպիսին օրինակ Հունգարիան եւ Սլովակիան, այդ պետությունների դուրս թողնելու process-ը կամ ընտրության առաջ դնելու process-ը։ Եվ այստեղ կարծում եմ ժամանակի ընթացքում Հունգարիայի նախագահ այդ
Հունգարիայի դեմարշներ իրականացնող նախագահի առաջ էլ այդ ընտրությունը կդրվի եւ ժողովրդի առաջ էլ կդրվի, թե նաեւ Սլովակիայի առաջ կդրվի։ Առայժմ այս փուլում որքան էլ որ հոխորտում է Հունգարիայի իշխանությունը, որքան էլ որ հոխորտում է Սլովակիայի իշխանությունը, վերջնաշվարկում իրենց օգուտները քաղելուց հետո, իրենց համար մեծ օգուտներ քաղելուց հետո ի վերջո նրանք կողմ են քվեարկում եվրոպական բանաձևերին եւ եվրոպական Ուկրաինային ուղղող աջակցություններին։ Առևտուր է գնում մեծ հաշվով եւ կարծում եմ Հունգարիայի ու Սլովակիայի հարցը այդ փաթեթի համատեքստում լուծում կստանա։ Ամեն դեպքում կան այդպիսի պետություններ, ամեն դեպքում այս պետությունները նաեւ ուզում եմ որ մեր հանրության շրջանում են 5-րդ Շարասյան ներկայացուցիչները, որ պնդում են, որ Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրումը եւ եվրոպական միության մաս կազմելը հավասար է եվրասիականության եւ եվրասիական տնտեսական միության հետ եւ ինքնիշխանության իբրև կորուստ են փորձում ներկայացնել, թող աչքները լայն բացեն եւ տեսնեն Եվրոպայի կազմում Հունգարիային, տեսնեն Սլովակիային իրենց դիրքորոշմամբ եւ ինքնիշխանությունը գնահատեն, որքանով է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կազմում եւ որքանով են ինքնիշխան Հունգարիան եւ Սլովակիան Եվրամիության կազմում։ Ուղիղ պետություններ են սրանք եւ իրենց հարցը կարծում եմ ժամանակի ընթացքում ընդլայնման քաղաքականությանը զուգընթաց կլուծվի եւ նրանք ընտրության առաջ կանգնեն ու վստահաբար այդ պետություններն ու պետություններում ապրող ժողովուրդները այնքան էլ հիմար չեն, որ ընտրություն կատարեն ռուսական կործանվող նավի եւ Եվրամիության միջև եւ ի վերջո այդ ընտրությունը կայանալու է Եվրամիության վրա։ Այլ խնդիր է, որ այնտեղ նախագահները ունեն դիրքորոշում, այնտեղ նախագահները մտնում են առևտրի մեջ, կեղտոտ գործելավոճ են որդեգրել։ Ամեն դեպքում միջև այս պահը, եկեք տեսնենք, միջև այս պահը Եվրամիության կողմից կայացված որոշումների, բանաձևերի վերաբերյալ այո ունեցել են վերապահումներ, թե Հունգարիան, թե Սլովակիան, բայց վերջնարդյունքում նրանք իրենց օգուտները քաղելուց հետո, իրենց ազգային այսպես օգուտները սպասարկելուց հետո անմիջապես կողմ են քվեարկել այդ բանաձևերին ու գնացել են այդ ճանապարհով։ Կարծում եմ կուլիսների ետևում այդ առևտուրը գնում է եւ Հունգարիան իր հասանելիքը ստանալուց հետո անմիջապես կողմ կքվեարկի բոլոր բանաձևերին կողմ։ Պարոն Մկրտչյան, ես ճիշտ հասկացա, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի այդ քվեարկության հետաձգումը դուք համարում եք կամ կապում եք Մատվիենկոյի այցի հետ, չնայած որ իշխանությունը բացատրեց, որ տեխնիկական խնդիր է եղել։ Լավ, եկեք երկու տարբերակ դիտարկենք։ Առաջինը, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում Հայաստանի Հանրապետություն եւ այնտեղ Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը խոսում են ինչ-որ հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորումից, խոսում են հայ-ռուսական հարաբերությունների այլ մակարդակ, այլ դաշտ տեղափոխելուց։ Սա առաջին պատճառն է։ Երկրորդ պատճառը թող իշխանություններն ընտրեն, որն է իրենց համար ավելի հարմար։ Քննի գործելավոճն է։ Տեսեք, օրինակ գիծը մենք ներկայացրել ենք խոսակցությունները, քննարկումները այդ օրինագծի շուրջ դեռևս սկսել է ստորագրահավաք նախաձեռնելու առաջին իսկ օրվանից։ Մեկ ամսվա ընթացքում ստորագրությունները հավաքվել են, 2 ամիս այդ ստորագրությունները հաշվարկվել են, 3-րդ ամսում տեղափոխվել է ազգային ժողովում քննարկումներ են ունեցել։ Այդ ընթացքում կառավարությունը արտաքին գործերի նախարարության հորդորով հավանություն է տվել դրան, եկել է ազգային ժողով, առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Հիմա չգիտես ինչու երկրորդ ընթերցման ժամանակ հայտնաբերեցին, որ այնտեղ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կա։ Սակայն փնթի գործելավոճի արդյունք է, որը իդեպ կառավարությունից եւ այս իշխանություններից այնքան էլ հեռու չի, վառ օրինակ բոլոր բարեփոխումներ կոչվածները, որ իրենք ներկայացնում են, բարեփոխումը ներկայացնում են եւս 5-6 ամիս այդ բարեփոխման հետևանքների եւ արդյունքների հետևից ընկած փորձում են կարգավորել ու այդ բարեփոխումները իրավամբ բարեփոխում դարձնել։ Կամ սա փնթի գործելավոճի արդյունք է, կամ սա ուղիղ ճնշման արդյունք է Մոսկվայի կողմից եւ Մատվիենկոյի այցը դա ցույց կտա։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է իշխանությունները գնային այլ ճանապարհով եւ երկրորդ ընթերցմամբ միջև Մատվիենկոյի այցը քվեարկեին եւ անցկացնեին եւ մի հորդոր ու խնդրանքել իշխանություններին, որպեսզի Մատվիենկոյի այցի հետ կապված այդ խորհրդապահական գաղտնիության կրիվը բացահայտեն եւ առնվազն մեզ համար ակնառու լինի, հասկանալի լինի, թե Մատվիենկոն երբ այցելելու, որտեղ այցելելու,
որ գրասենյակա գնալու, ում հետ է հանդիպելու, օրակարգն ինչպիսին է։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարծում եմ ասելիք ունեն Մատվիենկոին եւ Մատվիենկոյի շեֆերին։ Եվ սա պետք է գաղտնիության ֆոնի վրա տեղի չունենա։ Եթե դուք ուշադիր եք եղել, միջև այս պահը ոչ ռուսական կողմն է հստակեցնում Մատվիենկոյի այցի վերաբերյալ երբ հայցելությունը տեղի ունենալու, ոչ էլ հայկական կողմը։ Եվ այս հարցում ես կարծում եմ հստակեցում պիտի մրցվի, առհասարակ օրակարգի շուրջ էլ պետք է ի վերջո բացահայտումներ լինեն, ինչ է քննարկվելու, ինչ են պատրաստվում քննարկել, այդքան չարչրկված գերիների հարցը, որ շոշափվում է եւ հայ հանրության շրջանում այսպես փոթորիկ է առաջացրել։ Ի վերջո դրա թիվ 1 պատասխանատու պետության ներկայացուցչի հետ այդ հարցը առաջնային օրակարգային հարց լինելու է թե ոչ։ Հետո նոր կանցնենք մեր այլ հարցերի, հա։ Միջև այս պահը հայտարարություն չկա, միջև այս պահը ազգային ժողովի նախագահը լռում է, միջև այս պահը ռուսական կողմը լռում է, խոսում են ինչ-որ հարաբերությունների զարգացումից, առաջխաղացումից, վերաիմաստավորումից, այդ ընթացքում իշխանությունը կասեցնում է Եվրամիության անդամակցության օրինագծի 2-րդ ընթերցման քվեարկությունը եւ տեխնիկական ինչ-որ խնդիրներ է բացահայտում 5-6 ամիս քննարկումներ ունենալուց հետո անհասկանալիության ինչ-որ ֆոն կա եւ կարծում եմ այստեղ իշխանություններն ունեն անելիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լուսավորելու, բացահայտելու, ասելու, միջև հասկանանք, գիտեք, օրինագծի հետաձգումը, երկրորդ ընթերցման ընդունման հետաձգումը, եթե այսպես շարունակվի եւ եթե ողջամիտ ժամկետ իր մեջ չպարունակի, ես կարծում եմ նախաձեռնող խումբը պետքա գնահատական տա սրան։ Իհարկե մեծ այդ քննարկումներում անկեղծ ասեմ իշխանությունը տեխնիկական խնդիրներն է իբրև պատճառ փորձում բերել, բացատրություն փորձում բերել եւ ասում տեխնիկական է խնդիրները եւ կկարգավորվի, բայց դա պետք է ունենա ողջամիտ ժամկետ։ Եթե այդ ողջամտության ժամկետը մենք սպառենք, կարծում եմ նախաձեռնող խումբը պետք է իր խոսքն ասի եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ մենք պատասխանատու ենք 60,000 քաղաքացիներ մեր խոսքին հավատալով, մեզ հավատալով եկել ստորագրել են եւ չեմ ուզում որպեսզի այս օրակարգը որևէ մեկի համար ներքաղաքական տիրույթում դրոշակ դարձնելու առարկա դառնա։ Սա իրավամբ պետք է լինի քաղաքականություն եւ այստեղ որևէ մեկը իշխանություն ընդդիմություն ինչ-որ ներքաղաքականություն պիտի չխաղա, առավել եւս արտաքին քաղաքական մոտիվներով պայմանավորված, ինչպիսին Մատվիենկոյի այցն է, այս հարցը չպիտի արկախվի։ Այնպես որ իշխանություններից ակնկալում եմ ողջամիտ ժամկետում այս հարցին լուծում տալ եւ կոնկրետ ժամկետ նշել, թե երբ են պատրաստվում երկրորդ ընթերցմամբ սա ընդունել։ Գերիների խնդրին կանդրադառնանք, պարոն Մկրտչյան, դուք Զելենսկու դեմարշից խոսեցիք, բայց այդ դեմարշից հետո Զելենսկին հայտարարեց, որ ԱՄՆ աջակցությունը կենսական է Ուկրաինայի համար, նաև 3 Թրամփին նամակ է ուղարկել, որ պատրաստ է բանակցությունների։ Հիմա հարց է առաջանում Սպիտակ տանը տեղի ունեցածից հետո այդ կամքը բանակցությունների նստելու Զելենսկին հայտնում է ավելի ուժեղ, թե ավելի թույլ դիրքերից։ Միանշանակ ավելի ուժեղ դիրքերից Զելենսկին իրականում մեր օրերի եթե գուցե բարձրակոչն չի, ազատության ասպետներից է, որ իր երկրի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության պահպանման համար անգամ չխորշեց Սպիտակ տան առաջնորդի եւ նրա տեղակալների առաջ ճշմարտությունը ասելու։ Ի վերջո եկեք տեսնենք թե ով է Դոնալդ Թրամփը բիզնեսմեն է, Դոնալդ Թրամփը առաջնորդում է բիզնեսի օրենքներով եւ այստեղ եւս առևտուր է տեղի ունենում։ Այն ինչ որ ուզում էր ստանալ Դոնալդ Թրամփը հանուն ոչնչի Ուկրաինայից, Զելենսկին ասաց, որ այդ ճանապարհով ինքը չի պատրաստվում գնալ։ Մինչև այսօր էլ եթե դուք ուշադիր լինեք, թե Սպիտակ տունը, թե Կիևը պաշտոնական չեն բացառում եւ հավանական են համարում այդ մետաղական հանքերի գործարքի կնքումը եւ երկուսն էլ ժամկետների մասին իհարկե խոսակցություն չկա, թե Զելենսկին, թե Թրամփը պատրաստակամություն են հայտնում դա ստորագրելու։ Բայց ինչից սկսեց այդ դեմարշը, երբ որ Դոնալդ Թրամփը փորձում էր ամեն ինչ ստանալ հանուն ոչնչի։ Այսինքն ստանալ Ուկրաինայի օգտակար հանածոների հանքավայրերը, դրա շահագործման իրավունքը համատեղ Ուկրաինայի հետ,
հանուն ոչնչի, առանց Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու, առանց պատերազմի կանգնեցման մասին որևէ երաշխիք տալու։ Հիմա եվրոպական պետությունների հետ այդ սամիթից հետո, Լոնդոնում քննարկումներից հետո, դրանից հետո արդեն Բրյուսել տեղափոխված եվրոպական պետությունների քննարկումների արդյունքում կարծես թե կա խաղաղության ծրագիր եւ պլան մշակված Լոնդոնի եւ Փարիզի կողմից Ուկրաինայի հետ համաձայնեցված եւ հիմնական քննարկումը սրա շուրջ պետքա տեղի ունենա։ Իսկ այն որ Միացյալ Նահանգների օգնությունը շոշափելի է եւ Ուկրաինայի համար կենսական, դա ակնհայտ է, որևէ մեկը չի ժխտում եւ այդ օգնությունն էլ այնպես չի, որ ամբողջությամբ դադարեցվել է, ժամանակավորապես կասեցվել է եւ դրա մասին անգամ Սպիտակ տունն ու Դոնալդ Թրամփի վարչակազմն է խոսում, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, մինչեւ որ հստակեցում մտնի ուկրաինական հակամարտության լուծման շուրջ, մինչեւ որ խաղաղության ծրագիր լինի, մինչեւ որ հասկանան այդ ծրագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է սպասարկել թե ոչ։ Ամեն դեպքում այստեղ եւս առևտուր է տեղի ունենում եւ այդ առևտրի ընթացքում կողմերը փորձում են սակարկությունների մեջ մտնել։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Դոնալդ Թրամփը եւս կհանգի այն մտքին, հատկապես իր կորսված ռեյտինգի արդյունքում, որովհետեւ Զելենսկու այդ բանավեճից հետո Դոնալդ Թրամփի ռեյտինգը սարսափելի անկում է ապրել, իսկ Դոնալդ Թրամփը փառամոլ անձնավորություն է եւ ինքը ամեն ինչ իր գործողություններում անում է հանուն իր ռեյտինգի, հանուն իր փառքի, իր անունի։ Ժամանակի ընթացքում Դոնալդ Թրամփը եւս կգա բանակցությունների սեղանի շուրջ եւ Ուկրաինային կտրամադրի այդ երաշխիքները։ Այստեղ ուլիսներում իրականում մեծ առևտուր է գնում եւ այդ առևտրի ընթացքում բիզնես գործունեության մեջ լրջագույն հաջողություններ արձանագրած Դոնալդ Թրամփը կարծում եմ կոմպրոմիսային տարբերակով որևէ լուծման կգա ի վերջո։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Հիմա այդ առևտրի պայմաններում կարող ենք ասել, որ գործարար Թրամփը Պուտինի հետ գործարք կնքելու հարցում չի կարողանում անհրաժեշտ ճնշում գործադրել եւ դրանով է պայմանավորված, որ նրա ճնշման թիրախը հիմնականում Զելենսկին է եւ Եվրոպան։ Դա ակնհայտ է, հենց այդ դեմարշի բանավեճի Չի կարողանում, թե չի ցանկանում նաեւ պարոն Մկրտչյան այստեղ անհրաժեշտ ճնշում գործադրել Պուտինի վրա։ Դոնալդ Թրամփը գտել է թույլ օղակին, գտել է Ուկրաինային եւ հասկանալիորեն նաեւ տեսնելով, որ Ուկրաինան կախում ունի ամերիկյան օգնություններից, փորձում է ճնշումը գործադրել թույլ օղակի վրա, այսինքն Զելենսկու վրա։ Ի վերջո Դոնալդ Թրամփի անձնական վերաբերմունքը Վլադիմիր Պուտինին գաղտնի չէ մեզ համար։ Դոնալդ Թրամփը դեռևս իր նախորդ պաշտոնավարման շրջանում առիթները բաց չի թողել անընդհատ գովեսանքի խոսքեր շռայլելու Պուտինի ուղղությամբ, Պուտինին համարելով, չգիտեմ, աշխարհի լավագույն առաջնորդներից, Պուտինի հետ իր ռազմավարական գործընկերության ծրագրերն է փորձել առաջ տանել։ Այստեղ եւս Դոնալդ Թրամփի գործողություններում ոչ մի արտառոց բան չկա։ Թույլ օղակ էր գտել, փորձում էր Զելենսկուն ֆինանսների նախարարի այցելությունից եւ խայտառակ վերադարձից հետո Վաշինգտոն անձամբ հրավիրել եւ Սպիտակ տան պատերի ներսում օվալաձև այդ սենյակի եւ լրագրողների ճնշման տակ պարտադրել փաստաթղթի ստորագրման, ինքը հանդիպեց կուռ դիմադրության Զելենսկու կողմից եւ այստեղ ինքը պարտավոր է եւ ստիպված է լինել ուղակի գնալ սակարկությունների ճանապարհով։ Թույլ օղակը Զելենսկին էր եւ փորձում էին Զելենսկու միջոցով այս հարցը լուծել։
Ամեն անգամ մեր հարցազրույցների ժամանակ առիթ է լինում անդրադառնալու Բելարուսի այսպես կոչված նախագահին, նա հիմա էլ Թրամփին, Պուտինին եւ Զելենսկուն Մինսկում բանակցություններ անցկացնելու պատրաստակամություն է հայտնում, ասում է ավելի հանգիստ անաղմուկ պայմաններում կարող են կազմակերպել այդ բանակցությունները, հասկանում եմ, որ զվարճալի է, բայց այս դեպքում էլ կարող ենք ասել, որ Պուտինն է խոսում Լուկաշենկոյի շուրթերով։ Պուտինը բառի ուղիղ իմաստով կախվում է բոլոր հնարավոր փրփուրներից իրավիճակը փրկելու համար։ Այո, Պուտինը միշտ է խոսել Լուկաշենկոյի շուրթերով։ Լուկաշենկո անունով Բելոռուսիայի նախագահ որպես այդպեսին չկա։ Դա միութենական պետություն Ռուսաստանի Դաշնության հետ Բելոռուսիա, որի գուբերնատորը ի վերջո Լուկաշենկոն է, Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերը, Վլադիմիր Պուտինի կրունկի տակ հայտնված վաղեմի քաղաքական գործիչը եւ Վլադիմիր Պուտինը այն ինչ չի կարողանում Պեսկովի, Զախարովայի եւ Լավրովի շուրթերով պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանի իբրև դիրքորոշում հայտնել, փորձում է դա անել Լուկաշենկոյի միջոցով։ Ի վերջո Մինսկում այդպիսի պայմանավորվածություններ եղել են տարիներ առաջ։ Եվ Զելենսկու հիմնական մտավախությունը հենց դրանում է կայանում, որ այդպիսի պայմանավորվածություններ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարթակներում, այդ թվում նաև Մինսկում տարիներ առաջ եղել են եւ Վլադիմիր Պուտինը իր խոսքը դրժել է, Վլադիմիր Պուտինը հերթական անգամ խաբել է միջազգային հանրությանը, հերթական անգամ քցել է միջազգային հանրությանը ու հարձակվել է Ուկրաինայի վրա։ Որտեղ այդ երաշխիքը, որ Վլադիմիր Պուտինը հերթական Մինսկի կամ, չգիտեմ, Վաշինգտոնյան կամ եվրոպական այլ պետության տարածքում կնքված համաձայնագրից հետո հերթական անգամ այժմ արդեն ավելի լայն ճակատով չի խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գիտեք, ծերուկը գնալով անտանելի է դառնում եւ Լուկաշենկոյի հայտարարություններին ես կարծում եմ պետք չէ այդքան լրջություն հաղորդել, ինչքան էլ որ Լուկաշենկոյի շուրթերով խոսում է Վլադիմիր Պուտինը։ Ի վերջո Վլադիմիր Պուտինը եկեք չմոռանանք, որ իզգոյացված պետության իզգոյ նախագահ է, շարունակում է այդպիսին մնալ եւ միջև այս հակամարտությունը արդար հիմքերի վրա լուծում չստանա, Վլադիմիր Պուտինը չի դուրս գալու այդ իզգոյացված ճանապարհից եւ անընդհատ փորձելու է այսպես Լուկաշենկոների շուրթերով խոսել, իրեն հլու հնազանդ այլ պետությունների ղեկավարների շուրթերով խոսել։ Ճնշումը պետք է մեծացնի միջազգային հանրությունը եւ այդ ճանապարհով էլ իմ կարծիքով գնում է եւ ի վերջո Վլադիմիր Պուտինը դեռ շատ է Լուկաշենկոյի նման առաջնորդների շուրթերով խնդրելու, աղերսելու, որպեսզի տարբեր հարթակներում խաղաղության պայմանագրի եւ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններ ծավալվեն։ Ամեն դեպքում Լուկաշենկոյին ես խնդրում եմ առավել եւս մեր տիրույթում լրջություն չհաղորդենք, որովհետեւ ծերուկը նորից եմ կրկնում գնալով ավելի անտանելի է դառնում։ Փառք Աստծո, որ մեր պետությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը գնում է սառեցման ճանապարհով Բելոռուսիայի հետ հարաբերությունների, այնքան մինչև այնտեղ իշխանություն կփոխվի։ Թող քննարկումներ ծավալվեն Լուկաշենկոյի հայտարարության շուրջ Բաքվում, Անկարայում, չգիտեմ, Ղազախստանի մայրաքաղաքում, այնտեղ որտեղ իրեն սիրում են, այնտեղ որտեղ իրեն ընդունում են Բելարուսիայի նախագահ, այնտեղ որտեղ լուրջ են ընդունում Վլադիմիր Պուտինին։ Իսկ մեր մոտ էսպես կարող ենք հպանցիկ քննարկել եւ անցնել առաջ։ Պատերազմի արդար հիմքերով լուծման ինչ տարբերակ եք դուք տեսնում, պարոն Մկրտչյան, երբ կողմերը մնում են իրենց դիրքորոշմանը, Ռուսաստանը դուրս չի գալու իր գրաված տարածքներից, Ուկրաինան էլ չի պատրաստվում որևէ կերպ խաղաղության համաձայնել, եթե այդ տարածքները մնալու են ռուսական օկուպացիայի տակ։ Տեսեք, այո, Ռուսաստանը չի ուզում դուրս գալ այդ գրավյալ տարածքներից։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի նախագահը մի քանի անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը այդ մասով։ Նախ որ պետքա միջազգային հանրությունը որևէ պարագայում չճանաչի Դոնբասը, Ղրիմը եւ գրավյալ այլ տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմում։ Սա ամենակարևորն է։ Պատերազմը միանշանակ պետք է կանգ առնի։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը պետքա զիջումներ կատարի այստեղ։ Որն են այդ զիջումները։ Ուկրաինայի Եվրամիության անդամակցության հարցի հանդեպ այդ հիստերիան, որ բարձրացրել է Կրեմլը, պետքա ի վերջո վերջ ունենա, եւ Ուկրաինան պետքա ինքը որոշի իր ճակատագիրը, ուզում է տեսնել Եվրոպական միության կազմում, ուզում է տեսնել ՆԱՏՕ-ի կազմում։ Սա զիջումը պետքա լինի Մոսկվայի կողմից։
Իսկ հակամարտության լուծումը պետքա տեղափոխվի տարիների, եթե կուզեք անգամ տասնամյակների վրա։ Իմ կարծիքով, երբ որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները եւ Ռուսաստանի Դաշնությունն ազատվի Վլադիմիր Պուտին անուն ազգանունով այդ մետաստազից, միանշանակ այդ խնդիրը լուծում է ստանալու, բայց քանի դեռ կա Վլադիմիր Պուտինը, կարելի է գնալ կոմպրոմիսային ճանապարհով լուծման, պատերազմը կանգնեցնել, որպեսզի մարդկային կորուստներ եւ զոհեր երկկողմանի չլինեն, որևէ պարագայում չի ճանաչում Ուկրաինան ըստ Զելենսկու եւ չի պատրաստվում ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականության այդ տրոհումը, միջազգայինորեն ճանաչված Ուկրաինայի տարածքը շարունակում է Ուկրաինայի համար մնալ օրակարգային եւ այդ խնդրի լուծմանը հասնելը օրակարգային, իսկ Եվրամիության անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների սկսումը առնվազն անդամակցության հարցի շուրջ պետքա լինի Ռուսաստանի Դաշնության կողմից զիջումը։ Ուկրաինայի տարածքում խոսք է գնում Լոնդոնի սամիթից հետո, որ պետքա տեղակայվեն նաեւ եվրոպական խաղաղապահ զորքեր, սա եւս առաջնային կարծես թե իբրև պահանջ ներկայացվում է Ռուսաստանի Դաշնությանը։ Հիմա տեսնենք Միացյալ Նահանգները ինչպես է պատրաստվում այս օրակարգին սպասարկել, թե ոչ, որովհետև Դոնալդ Թրամփը ի վերջո ինչի մասին է խոսում։ Ինքը ես իզուր չէր որ նշեցի փառամոլ անձնավորություն է։ Ինքը հայտարարել էր, որ 1 օրում պատերազմ պետքա դադարեցնի, ինքը հայտարարել էր, որ 6 ամսում պետքա պատերազմ դադարեցնի։ Իր խնդիրը, գերխնդիրը մարդկային կորուստները սահմանափակելն է, պատերազմը դադարեցնելն է, իսկ այդ դրանից հետո բանակցությունները կթևակողեն արդեն այլ շրջափուլ, գուցե տասնամյակների, չգիտեմ, տեսնենք Վլադիմիր Պուտինին Աստված որքան տարիների կյանք է եւս շռայլել, եւ Վլադիմիր Պուտինի նախագահության ավարտից հետո կարծում եմ միջազգային հանրության ել ավելի լայն թափով ճնշման արդյունքում այս հարցը լուծում կստանա։ Հիմա գանք տարածաշրջան եւ ամփոփենք պարոն Մկրտչյան Փաշինյանի ապաշրջափակման շուրջ այդ առաջարկները Բաքուն անիրագործելի է համարում, սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ այնտեղ այդ շինծու դատավարություններն են շարունակվում հայ ռազմագերիների, ավելին Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են ակնհայտորեն, այս սրացումը արդյոք կապել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի այդ պահանջի շարունակական հնչեցման հետ Բաքվի կողմից, այսինքն հնարավոր է, որ հույս ունեն այս ճնշումներով գերիների նկատմամբ, որ կիրառում են, հասնեն Հայաստանի կողմից այդ պահանջի բավարարման, այդ կետի իրականացման։ Որպեսզի որևէ մեկին չցավեցնենք, որևէ մեկին իմ խոսքով այսպես ավելյալ ցավ չպաճառեմ, նախ եկեք արձանագրենք, որ գերիների վերադարձի խնդիրը բոլոր գերիների, ես այստեղ գերիներին ավելի կարմիր արյունով Ռուբեն Վարդանյան, ավելի կարմիր արյունով Բակո Սահակյան, ավելի կարմիր արյունով Գևորգ Սուջյան, որևէ մեկին չեմ առանձնացնում։ Բոլորը ինձ համար հայեր են, բոլորը ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ բոլորը ինձ համար հավասար նժարի վրա են եւ բոլորը պետքա վերադառնան օր առաջ, ամեն ինչ պետքա առնվազն անենք, որ վերադառնան օր առաջ Հայաստանի Հանրապետություն։ Խոշտանգումները, որ տեղի են ունենում, պետքա ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հանրության ճնշման տակ դադարեցվեն, առնվազն քննության առարկա դառնան։ Միջազգային հանրության կողմից, չգիտեմ, բանագնացներ կնան Բաքու, տեղում գերիների պահման պայմաններին ծանոթանան, տեղում նրանց մարմնի վրա առկա խոշտանգման հետքեր ուսումնասիրեն, դրա մասին հայտարարություններ լինի, դատապարտող բանաձևեր ընդունվեն, դրանում ոչ մի խոսք, այս ուղղությամբ այո պետքա աշխատանք տարվի։ Բայց այն փորձերը, որ Հայաստանի Հանրապետության ներսում փորձում են, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանից ավելի կարմիր արյունով հայ կերտել, Ռուբեն Վարդանյանի վերադարձը դրոշակ դարձնել, եթե կուզեք Ռուբեն Վարդանյան գերու միջոցով մահակ դարձնել եւ Հայաստանի Հանրապետության գլխին հարվածել, սա ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ առաջին հերթին ոչ մի լավ բանի չբերող ճանապարհ է առաջին հերթին հենց Ռուբեն Վարդանյանի համար։ Ակնհայտ է, որ Թիրը առաջնային է մեզ համար, ակնհայտ է, որ այս հարցի շուրջ պետքա բանակցությունները եւ աշխատանքները։ Մի կողմից ես ըմբռնումով եմ մոտենում իշխանության կողմից տարածված այն թեզին, որ աշխատանքները հիմնականում կուլիսներում են լինում, որպեսզի չվնասենք հենց գերիներին, մյուս կողմից էլ պետք է այդ աշխատանքը ինչ որ էտապում նաև
մեր հայրենակիցների համար մի փոքր փակագծերը բացվի, որպեսզի այս մարդիկ չկարողանան շահարկումների առարկա դարձնել եւ հանրության շրջանում փոթորիկներ առաջացնել։ Ակնհայտ է, որ գերիները պահվող պատանդներ են Բաքվում եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը գերիների միջոցով փորձում է ճնշում գործադրել մեր վրա։ Բայց նորից եմ կրկնում, դադարեցրեք Հայաստանի Հանրապետության ներսում ավելի կարմիր արյունով գերիների փնտրտուքը, այո, գերիները մերն են, այո, մեր հայրենակիցներն են եւ նրանք բոլորը անխտիր պետք է օր առաջ վերադառնան։ Եթե նրանցից որևէ մեկի նկատմամբ տեղի ունենում խոշտանգման գործողություններ, դա պետք է դատապարտելի լինի։ Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր կառավարության եւ իշխանության օղակներում սա հասանելի լինի եւ նրանք կարողանան եւս իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով ազդել պաշտոնական Բաքվի վրա, բայց այն պահին, երբ որ Հայաստանի Հանրապետության ներսում փորձում են ավելի կարմիր արյունով գերիներից հերոսներ կերտել, այստեղ կներեք, էսի մոտ լեգիտիմ հարցեր է առաջանում։ Հիմա Ռուբեն Վարդանյանին ավելի կարմիր արյունով գերի են փորձում կերտել, հարց է առաջանում, երբ որ գնում են ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բողոքի ակցիաներ են իրականացնում, երբ որ եվրոպական պատվիրակության առաջ օրինակ Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի գերիների վերադարձից է խոսում, հորդորում, պահանջում եվրոպացիներից, որպեսզի ճնշում գործադրեն, ում եք հիմարի տեղ դրել։ Դուք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան տեղը չգիտեք։ Լավ, Կոպիվկինի համարն էլ չունեք, այդքան մտերիմ շփումների մեջ եք իրար հետ։ Ի վերջո միակ տղամարդը ճակերտներում Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփման մեջ է, չէ՞ կարծես թե։ Չի կարողանում այդ հարցը լուծել։ Ինչեմ ես էլի գնում Ռուսաստանի Դաշնության վրա եւ սլակներն ուղում Ռուսաստանի Դաշնության վրա, որովհետեւ շատ պարզ է։ Դե Ռուբեն Վարդանյանին, դե Բակո Սահակյանին, դե Գևորգ Սուջյանին եւ մնացած գերիներին ռուսների աչքի առաջ են գերեվարել։ Իհարկե այնտեղ կան տղաներ, որ պատերազմական գործողությունների ժամանակ այդ շրջափուլում են գերեվարվել, բայց հիմնականում էս վայնասունը, որ բարձրացրել է 5-րդ շարասյունը, վայ մեր ռազմաքաղաքական ղեկավարները, ձեր ռազմաքաղաքական ղեկավարները Ստեփանակերտի օդանավակայանից են գերեվարվել։ Ռուս խաղաղապահների գործուն ջանքերի արդյունքում են գերեվարվել։ Ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթից են շատ սիրում խոսել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով գերիների վերադարձի մասին առանձին կետ կար։ Դրա արբիտր կողմը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Դուք բոլորից այս ուժերը պահանջում են։ Գնում Ազատության հրապարակում հացադուլ են նստում։ Ումից են ինչ պահանջում։ Կարծես թե մեսիջը ուղղված է Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի, բայց ամեն դեպքում սա ինչի առողջությանը վնաս տալ էստեղ Երևանում։ Ռուբեն Վարդանյանին կարելի է ազգովի հորդորել եւ ես ինքս էլ։ Եթե կհասնի իմ խոսքը Բաքու, իսկ ես խիստ կասկածում եմ, որ իմ խոսքը Բաքու կհասնի, կամ որևէ այլ հայի խոսքը կարողանա հասնի Բաքու Ռուբեն Վարդանյանի մենախուց կամ խուց։ Եթե կհասնի, այո, հորդորում խնդրում եմ պարոն Վարդանյանին, որպեսզի դադարեցնի հացադուլը։ Բայց Հայաստանի Հանրապետության ներսում գնալ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, թող գնան, որևէ մեկը չի ժխտում, որևէ մեկը չի գնացեք ՄԱԿ-ի գրասենյակ էլ, գնացեք եվրոպական պետությունների դեսպանատներ էլ, բայց շեշտը հիմնական, երբ որ գնում եք ՄԱԿ-ի գրասենյակ, ասեք մեր ռազմաքաղաքական օրինակ ղեկավարների, որտեղ իրենք մենակ խոսում են ռազմաքաղաքական ղեկավարների մասին, որտեղ էր այդ ռազմաքաղաքականությունն ու այդ ղեկավարությունը, գիտեք, դա էլ առանձին թեմա է, բարով խերով թողան հասնեն Երևան, այդ հարցերը իրենց կուղենք։ Գնացեք ասեք, որ Ռուսաստանի Դաշնությունն է հանձնել։ Գնացեք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, հացադուլ նստեք, ակցիաներ իրականացրեք, պահանջեք։ Եվրոպացիներից, անընդհատ եվրոպացիներին են պահանջներ ներկայացնում։ Ու մի բան էլ, հա, այդ ավելի կարմիր արյունով գերիները կամ ռազմաքաղաքական ղեկավարները որտեղ էին Լևոն Հայրապետյանի այդ կալանավորման, խոշտանգումների, այո, սպանության ընթացքում որտեղ էին։ Եթե չեմ սխալվում, օրինակ Ռուբեն Վարդանյանը միշտ այս գոնե թե վերջին 2 տասնամյակում Ռուսաստանի Դաշնությունում բավականին ազդեցիկ մարդ է եղել, եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում։ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը բավականին մտերմիկ հարաբերություններ են ունեցել, եթե ոչ ուղիղ, ապա առնվազն միջնորդավորված Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ։
ուր էին իրենք։ Ինչի՞ էս վայնասունը չկար։ Օրինակ Տիկին Թանդիլյանը քանի տարեկան էր, երբ որ Լևոն Հայրապետյանը ռուսական բանտերում խոշտանգվում էր։ Կարծում եմ բավականին։ Ես օրինակ հասարակական քաղաքական ակտիվ կյանքին ներգրավվել եմ դեռևս 16-17 տարեկանից, դպրոցական տարիքից, որտեղ էր եւ քանի տարեկան էր Տիկին Թանդիլյանը, երբ որ Լևոն Հայրապետյանը խոշտանգվում էր մոսկովյան բանտերում, որտեղ էր Ռուբեն Վարդանյանը, որտեղ էր Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, որտեղ էին նրանք, ինչի չէին խոսում։ Հիմա բերել, եթե ես մի փոքր անգամ վստահություն ունենամ, որ Հայաստանի Հանրապետության ներսում 80,000, 100,000, 200,000 քաղաքացի կկանգնի եւ գերիների հարցը լուծում կստանա, ես ինքս կգնամ կկանգնեմ եւ այդ 80,000-ի մի մասը կդառնամ, դեռ մի բան էլ մեր հայրենակիցներին կոչ կանեմ միանալ, բայց սրանով մենք ոչ մի օգուտ չենք տալու, այլ հավելյալ վնասներ եւ խոշտանգումներ ենք ապահովելու գերիների համար, հատկապես այդ ռազմաքաղաքական ղեկավարների, իսկ իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ ես ինքս ամենաշատն եմ ուզում, որ այդ ռազմաքաղաքական ղեկավարները վերադառնան Հայաստանի Հանրապետություն, բայց Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո ես ոչ թե նրանց հերոսացնելու եմ, այլ լեգիտիմ հարցեր եմ բարձրացնելու։ Այդ հարցերը բարձրացնելու եմ թե իրենց առաջ, թե Հայաստանի Հանրապետությունում գործող կամ չգործող իրավապահ համակարգի առաջ։